Ողջույն սիրելի մարդիկ, ես Կարինեն եմ։ Օրագիր լրատվականի հարթակում զրուցում ենք զարմանալի մարդկանց հետ։ Թեման գիտությունն է, զրույցի այսօրվա նյութը Ձիր Կաթինը։ Մեր հյուրն է Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, երիտասարդ աստղեր բաժնի վարիչ Տիգրան Մաղաքյանը։ Բարև ձեզ, պարոն Մաղաքյան։ Բարև ձեզ։ Շատ հետաքրքիր թեմայի մասին ենք զրուցելու, կոչվում է Ձիր Կաթին։ Հետաքրքիր առասպելներ կան Ձիր Կաթինի շուրջ եւ հնագույն առասպելներից մեկը թերևս անվան հետ է կապված, որը գալիս է անտիկ Հունաստանից։ Ասում են, որ երբ Աստվածուհի Հերան կրծքով կերակրում էր իր որդուն, զայրացած Զևսը նրա ձեռքից փոկում է բալիկին եւ կաթը տարածվում է տիեզերքով մեկ։ Այո, այսպեսի առասպելը կա, երևի մինչև հիմա դրա համար Ձիր Կաթինը նաև անվանում են իհարկե գալակտիկան, որը նշանակում է նույն բանը, մոտավորապես հուներեն։ Այո, գալա, կաթ։ Գալակտիկան կաթնային։ Այո։ Եթե սկսենք ամենապարզ հարցից, ինչ է Ձիր Կաթինը։ Ուրեմն Ձիր Կաթինը ես հույս ունեմ ձեր բոլոր ասենք հետևողները հաստատ տեսել են գոնե քաղաքից դուրս, որտեղ քաղաքում մի քիչ լուսավորություն ուժեղ է եւ դժվար է տեսնել։ Իհարկե ամենալավ Ձիր Կաթինը երևում է հեռավոր տեղերը, որտեղ ընդհանրապես մութ է, այն ժամանակ կարելի պատկերացնել, թե ինչքան տպավորիչ տեսարան է դա։ Օրինակ Բյուրականից։ Օրինակ Բյուրական, նույնիսկ Բյուրականից լավ տեղեր կան։ Արագածի Գագաթից, կամ այլ սարերից։ Այո։ Ուրեմն դրա դասես ասենք բնույթը երևի դա ասում են վերագրում են բնույթի հասկանալը վերագրում են Գալիլեին, որ առաջին անգամ նայելով Ձիր Կաթնի վրա իր կողմից հարկած աստղադիտակով տեսավ, որ նա բաղկացած է աստղերից։ Ուղղակի թույլ եւ նրանք աչքի համար ձուլվում են մի ամբողջ sense մշուշոտ շերտի մեջ։ Պետք է ասել, որ այս շերտը կամ դե ինչ որ մի դե տարբեր անուններ ունեն, շատ ժողովուրդների մոտ դրա անունը երկնային գետն է կամ մեծ երկնային գետն է։ Եվ ուրեմն նա բաժանում է երկինքը ճիշտ երկու մասի, ոնց որ թե հասարակածը երկրի վրա, այնտեղ էլ հասարակածը երկնքում։ Իսկ միայն 19-րդ դարում երևի սկսել են լրջորեն փորձել հասկանալ ինչն է Ձիր Կաթինը, ինչու աստղերը հավաքված են այսպիսի մի շերտի մեջ եւ միայն կարելի ասել 20-րդ դարում քիչ թե շատ նորմալ հասկացված։ Եվ ինչ բարձրացավ։ Այո, որ այդ բոլոր աստղերը, որոնք մենք տեսնում ենք երկնքում եւ անզեն աչքով եւ աստղադիտակներով, նրանք կազմում են մի մեծ ամբողջ համակարգը եւ այդ համակարգը ունի ինչպես ստացվեց տվյալների անալիզից, ուրեմն ունի sense ասած ոսպնյակաձև տեսքը։ Եվ այս ոսպնյակի հարթությունը դա հենց Ձիր Կաթինն է։ Այսինքն եւ պատկերացեք դե ոսպնյակի տեղը ենթադրենք այս սեղանը։ Եթե մենք այստեղ ենք գտնվում եւ նայում ենք այս կողմերը, մենք քիչ աստղեր կտեսնենք։ Եթե պատկերացնենք, որ այս բոլոր հարթությունը լցված է աստղերով եւ կնայենք այս հարթության մեջ, մենք կտեսնենք ահավոր մեծ աստղերի քանակը։ Կուտակումներ են այդ հատվածում ավելի շատ, քան մյուս կողմերում։ Ինչը։
Աստղային կուտակումներ են այդ հատվածում ավելի շատ, քան Եվ շուրջը։ սենց էլ կարելի ասել, բայց հիմնականում ընդհանրապես աստղերի ամբողջ բաշխումը այսպեսին է, որ նրանք հավաքված են մի մոտապես մի հարթության մեջ, իհարկե ինչ որ բաներով, դա կարելի ասել հաստությունով, Ահա, իսկ դրա շուրջը աստղերը սենց մի հատ կազմում են գնդի նման նոսր սկավառակաձև, չէ։ Չէ, սկավառակը սենց է, իսկ դրա Ահա։ շուրջը սենց մի Հա, գունդա հասկանալի է։ կարելի ասել։ Հա, հետաքրքիր է։ Այո։ Իսկ արդեն հետո սկսել են փորձել հասկանալ ինչու դա այսպես է։ Ինչու։ Դե այս բոլոր հարցերով զբաղվում է աստղագիտության մի մասը, որը կոչվում է անգլերեն stellar astronomy, այսինքն աստղային աստղագիտություն։ Հայերենում մեկ-մեկ օգտագործում են ուղղակի բառը աստղաբաշխություն։ Այո, եւ իդեան ինչն է։ Պատկերացրեք, որ մենք գտնվում ենք անտառում եւ տեսնում ենք մեր շուրջը ծառերը տարբեր ձևի, մեծ, փոքր, բոլոր ուղղություններով։ Կարող ենք մենք գտնվելով անտառում պատկերացնենք այս անտառի չափերը, հետո որ կողմը նա ինչքան հեռու է գնում եւ այսպիսի բաներ։ Եթե սարի վրա չենք դժվար թե։ Այ գիտեք, եթե մենք սկսենք հաշվել ծառերը այս կողմ, մենք կարող ենք որոշ պատկերացում ունենանք այդ անտառի խտությունից ու ամեն ինչից։ Մոտավորապես նույնը, քանի որ մենք էլ գտնվում ենք, մենք, այսինքն ես նկատի ունեմ մեր արեգակնային համակարգը, մենք էլ գտնվում ենք գալակտիկայի մեջ, գալակտիկայի մեջից հասկանալ գալակտիկայի բոլոր չափերը դժվար է։ Դրա համար այս աստղաբաշխությունը զբաղվում է աստղերի հաշվարկներով, կազմում են կատալոգները, ուսումնասիրում են, հիմա այդ գործը շատ առաջ է գնացել եւ դեսես ասենք 30-ական թվականներին, այսինքն մոտավորապես 90 տարի առաջ, վերջնականորեն գալակտիկայի չափերը քիչ թե շատ լավ որոշված են։ Դրանք գերմարտկային թվեր են, չէ՞, որոնց Դե մասին թվերը մեծ են, ես կարամ ասեմ, նույնիսկ առաջի գնահատականներով ստացվեց, որ մեր գալակտիկայում կա մոտավորապես 100-150 միլիարդ աստղ, որից մեկը դա մեր արեգակն է։ Ահա, Հիմա հիմիկվա գնահատականների, այդ թիվը երևի ավելի մոտ է 200-250 միլիարդ է մեկ գալակտիկայում։ մեր գալակտիկայում։ Բացի դրանից շատ կարևոր հայտնագործություն կարելի ասել եղավ այն, որ պարզվեց, որ գոյություն ունեն նաև ուրիշ գալակտիկաները։ Մեր գալակտիկայից դուրսը կան աստղագետները վաղուց նկատել են, որ կան փոքր մշուշոտ բծերը երկնքում։ Դրանցից մեկը կարելի է ամենահին ժամանակներից է երևում եւ կարելի է անձեն աչքով տեսնել, դա sense կոչվող Անդրոմեդայի միգամածությունը։ Իսկ 20-րդ դարում վերջնականորեն ապացուցված էր, որ այս բոլոր մշուշոտ բծերը իրենից կազմում են ուրիշ գալակտիկաները։ Մի մասը բավականին նման է մեր գալակտիկային, մյուս մասը այդքան էլ նման չի։ Նրանք գտնվում են շատ հեռու։ Եվ ամբողջ տիեզերքը լցված է գալակտիկաներով, մի հատ աստղագետ, ես արդեն անունը չեմ կարող հիշեմ հիմա, կոչել է դրանք, որ դրանք բան են, կղզի նման առանձին աշխարհներ են։ Ահա, Հասկացա։ քանի գալակտիկա է հայտնի մոլորակի մարդկությանը։ Ըստ գնահատականների մոտավորապես մի քանի 100,000 կլինեն կամ ավելի շատ։ Այնքանը, որքանը մարդկությունը հնարավորություն է ունեցել նկատելու։ Այդքան մինչև ինչքան մենք գնում ենք սարքելով ավելի մեծ աստղադիտակներ, դե կարելի է տեսնել, մենք ավելի մոտենում ենք դրան, որը
ինչ որ ձևով կարելի անվանել տիեզերքի եզր, չնայած դա սովորական հասկացությունով եզր չի, մենք հա տեսնում ենք ինչ որ գալակտիկաները կամ տեսնում ենք նորաստեղծվող գալակտիկաները, այսպիսի բաներ։ Դե մեր գալակտիկան այդքան մեծ է, իմիջիալ մեր գալակտիկան ընդհանրապես մեծ է, համարվում է այս կոչվող գերհսկայական գալակտիկան։ Ուրեմն դրա մի կողմից մյուսը լույսը անցնում է 100,000 տարում։ Օ 100,000 Իսկ բանը մինչև բանից արեգակից մինչև գալակտիկայի կենտրոնը մոտավորապես կարելի ասել սենց 50 կիլո, ոչ բանը լույսը կգնա երևի դա մի 70,000 տարի։ Հասկացա, շատ։ Այսինքն մենք գտնվում ենք եզրում, ոչ ամենաեզրում, բայց բավականին հեռու կենտրոնից։ Օրինակ, եթե Երևանը գալակտիկան է, Այո։ ապա մեր արեգակնային համակարգը մոտավորապես Հրազդան գետի հաղթանակի կամուրջը, հա, այդպես կարող ենք ասել, թե դա կենտրոնն է շատ։ Ճիշտ ասած, թվերը հիմա անգիր չեմ կարող գնալ։ Լավ, ենթադրենք այս սեղանը մեր գալակտիկան է, իմ նոթատետրը մոտավորապես մեր արեգակնային համակարգը այսպես եզրին։ Դա ուրեմն ճիշտ է։ Ահա, շատ լավ, հետաքրքիր է։ Քանի արեգակնային համակարգ կա մեր գալակտիկայում, ես ենթադրում եմ, որ մենք միակը չենք։ Գիտեք ինչ, այդ ընդհանրապես իհարկե հետաքրքիր հարց է։ Բան այն է, որ շատ դժվար է փաստորեն ահնարիներ տեսնել մոլորակները ուրիշ աստղերի կողմ։ Ընդհանրապես, երբ հասկացել եմ, որ աստղերը այդքան հեռու են, ինչքան կան, ամենամոտիկ աստղից մեզ լույսը հասնում է 4 տարում, սկսել են իհարկե մտածել կան արդյոք այնտեղ ուրիշ մոլորակները։ Եվ այդ գործը երկար քննարկվում էր, հարցը, պրոբլեման, ասենք ասենք։ Կարող մեր նայողներից մի մասը գիտեի, որ 71 թվականին Բյուրականի աշխարհայտարանում կազմակերպվել է մեծ միջազգային սիմպոզիումը, որտեղ մի քանի Նոբելյան լաուրեատներ նույնիսկ բան են արել, մասնակցել են, որը նվիրված էր այլ մոլորակային քաղաքակրթությունների հետ, այլ երկրային։ Եվ դա շատ հայտնի էր, ագին հետաքրքիր հոդվածներ էին գրած, ֆիլիսոփաները, գիտնական աստղագետները, մաթեմատիկոսները եկել են, բիոլոգները։ Մի հատ ամերիկյան հայտնի աստղագետ Դրեյկը առաջարկել այն ժամանակ մի հատ բանաձև, որը ցեցել հիմա կոչվում է Դրեյկի բանաձևը, գնահատելով թե ինչքան հնարավոր է գտնել ինչ-որ այլ մոլորակացիների մեր գալակտիկայում։ Այդ բանաձևը բաժանվում է ագին կոեֆիցիենտներին, որոնք քննարկում են այդ ուրեմն գիտաժողովի ժամանակ։ Այդ ամենահասկանալի կոեֆիցիենտներից մեկը, գործակիցներից մեկը, դա հենց այդ հարցեր, քանի մոլորակ, ուրիշ մոլորակներ կարելի գտնել մեր գալակտիկայում, ինչքան աստղերի շուրջը նրանք կան։ Հիմա նայեք, անցել է մոտավորապես ինչքան, ասենք 50 տարի։ Այս 50 տարում աստղագետները շատ առաջ են գնացել։ 96 թվականին Ֆրանսիայում Օտ-Պրովանս աստղայտարանում հաջողվեց դիտել, ավելի ոչ դիտել, այլ տարբեր մեթոդներով ցույց տալ, որ ինչ որ մի աստղի մոտ կա մոլորակը, որը պատտվում է նրա շուրջը։ Այդ երևույթը նշված էր, այնտեղ նույնիսկ կա դրած է, ինչպես են ասում, մեմորիալ տախտակը, այդ դիտակի վրա։ Իսկ հիմա հետո այդ աշխատանքները շարունակվում են, սկսել են գտնել մոլորակները, իրանց ցուցմունքները, որ նրանք կան, ուրիշ աստղերի մոտ։ Եվ հետո հատուկ բան են ուղարկվել, ասենք տիեզերական աստղայտարանները, որոնք
որոնց նպատակը հենց որոնել այսպիսի մոլորակները։ Օրինակ, ասես կոչվող Կեպլեր աստղադիտարանը եւս մի քանի հատ։ Եվ հիմա մի քանի երևի մի 20,000 այսպիսի մոլորակ գտել են։ Չնայած ապացուցվել է ընդհանրապես մոտավորապես 2-3 հազար, ես ինչքան գիտեմ, այդ դեռ պետք է ճշտվի։ Բայց ուրեմն պարզ է, որ մոլորակները շատ կան։ Եթե մոլորակները շատ կան, ուրեմն դա մեր գալակտիկայում, քանի որ 150 միլիարդ աստղ կա, դեպի ինքներդ կարող եք պատկերացնել, թե ինչքան շատ մոլորակ կարող լինի։ Դրանց այս մոլորակներից մի մասը հաստատ պետք է նման լինի երկրագնդի։ Եվ մեր արեգակնային համակարգի կառուցվածքով գուցե էլի կլինեն։ Գիտեք ինչ, հետաքրքիր որ արեգակնային համակարգը ունի հատուկ ինչ-որ մի բնույթը, սկզբից արեգակի մոտ են գտնվում sense կոչվող երկրային խմբի մոլորակները, Երկիրը, Վեներան, Մարսը, որոնք փոքր են եւ հիմնական բաղկացած են քարերից ու մետաղներից։ Իսկ ավելի հեռու գտնվում են մեծ հսկա մոլորակները, որոնք ուրեմն իրենից ներկայացնում են փաստորեն կարելի ասել գազային գնդերը շատ մեծ չափերի եւ զանգվածների եւ այսպես ոնց որ թե ինչ որ ձևով դասավորվել։ Երբ սկսել են փնտրել ուրիշ համակարգները, գտել են աղագինը եւ պարզվեց, որ նրանք ոչ բոլորը նման են կառուցվածքով մեր համակարգին, կան եւ լրիվ ուրիշները։ Այդ բոլորը շատ հետաքրքիր եւ հիմա դիսկուսիոն հարցեր են այդ շատ արագ զարգացող աստղագիտության մասը։ Այսինքն ինչով են տարբերվում մեր արեգակնային համակարգից։ Օրինակ այդ հսկայական մոլորակները գտնվում են իրանց կենտրոնական արեգակների կամ աստղերի կողքը, ոչ թե հեռու։ Իսկ ըստ մեր ուրեմն հայացքների հիմիկվա տենց չպիտի լիներ։ Նրանք ինչ-որ ձևով առաջացել, բայց նրանք չեն կարող առաջանալ հենց աստղի կողքը։ Կա իդեան, որ նրանք դանդաղորեն մոտենում են աստղերին։ Այդ ինչի է լինում, դա էլ այդքան բան չի, լավ հասկացվող բան չի։ Հետաքրքիր է։ Իսկ արեգակնային համակարգերը գալակտիկայի ներսում դե պտտվում են։ Դե եւ գալակտիկանը պտտվում։ Եվ գալակտիկան է պտտվում։ Իսկ հետաքրքիր է, մենք գիտենք, որ տիեզերքն ընդհարցակվում է։ Դա այո։ Գալակտիկան նույնպես ընդհարցակվում է։ Չէ։ Բայց իր տեղում է պտտվում, թե տեղաշարժվում է։ Պատկերացրեք, որ տիեզերքը ինչպես է ստուդիան լցված է Չեմ պատկերացնում, օրինակ շատ դեպքեր պատկերացնում ստեղ ճանճեր շատ կան։ Լավ։ Եվ նրանք շարժում են այս կողմ են կողմ իրաց համար թռնում են։ Ամեն մի ճանճը դու կարող եք ենթադրել, որ դա գալակտիկան է։ Լավ։ Նրա ճանճը չի լայլանում, բայց նրանք իրար նկատմամբ ոնց ուզում են, այդպես էլ գնում են։ Այսինքն մեր գալակտիկան պտտվում է Իր կենտրոնի շուրջը։ իսկ բացի իր կենտրոնի շուրջ։ Նաև բարդ ասել, քանի որ կան նաև գալակտիկաների կուտակումները, գալակտիկաների։ Օրինակ կան բավականին մեծ գալակտիկաների կույտը կույսի համաստեղությունում։ Այնտեղ հարյուրավոր գալակտիկաներ կան իրար մոտիկ։ Եվ գուցե նրանք ինչ-որ ձևով ձգողության ուժով ազդում են մեր գալակտիկային բայց այդ ոչ ոք չի կարող ասել, այստեղ այդքան բարդ է եւ այդքան դանդաղ է այդ process-ները, որ չենք կարող պատկերացնել։ Ասեմ ձեզ ուրիշ բան, օրինակ մեր գալակտիկա Անդրոմեդայի մեգամասությունը կա եւս մի հատ գալակտիկան, որ այդքան մեծ չի, Անդրոմեդան նույնիսկ մեր գալակտիկայից ավելի մեծ է։ Այո, որը կոչվում է Երանգյունի գալակտիկան։ Եվ եւս մի քանի շատ ավելի փոքր գալակտիկաները կազմում են sense կոչվող տեղական խումբը, որտեղ երկու գլխավոր գալակտիկաները այս երկուսն են, մերը եւ Անդրոմեդան։ Մեր գալակտիկան ունի փոքր գալակտիկաներ, արբանյակներ։ Օրինակ Մագելանյան ամպերը, դուք լսել եք։ Այո։ Այո։ Բայց չգիտեի, որ դա Այդ փոքր գալակտիկաները ինձ թվացել էր դա մեր գալակտիկայի մի թևն է, ինչպես ասում են։ Չէ, այդ առանձին գալակտիկաները, որոնք դիտվում են միայն հարավային կիսագնդից,
Հա, երկնքում նրանք դիտվում են ինչպես ոնց ծիրկաթնի կտրած ինչ-որ թեղերը կսած ուրիշ տեղ։ Դա առաջ անգամ նկատել են եւ նկարագրել են մանրամասնորեն հենց Մագելլանի արշակ ժամանակ եւ դրա համար նկարացել կոչվում է Մագելլանյան ամպերը։ Հա։ Ահա։ Եվ ուրեմն ուրիշ գալակտիկաները նույնպես ունեն արբանյակները, որոնք հաստատ կապված են նրանց հետ ուրեմն գրավիտացիոն ուժերով եւ չեն կարող հեռանալ։ Եվ այս բոլոր խումբը ինչ-որ ձևով երևի մի դանդաղորեն ինչ-որ պատտվում է, Համագործակցում են։ իսկ Անդրոմեդայի գալակտիկան եւ մերը նույնիսկ մոտիկանում են։ Մեկը մյուսին, բայց շատ դանդաղ։ Ինչքան դանդաղ։ Մոտապես 20 կիլոմետր վարկյան արագությունը։ Այդ չնչին արագությունը։ Բայց եթե շատ սպասենք տեսականորեն, հնարավոր է, որ նրանք բախվեն, հա։ Դա ուզում հարցնել, իսկ գալակտիկաները բախվում են։ Ուրիշ կույտերում երևում է, որ նրանք բախվում են։ Իսկ ինչ է լինում բախումից հետո։ Ինչ է լինում։ Այո։ Գիտեք, հետաքրքիր հարց է, այ մեր գալակտիկան Անդրոմեդայի հետ եթե կբախվի, իսկ դա կլինի մոտավորապես մի քանի միլիարդ տարի հետո, եթե ընդհանրապես այս բան կլինի, այդ մեզ այդքան չպետք է հակստացնի։ Դե մենք այն ժամանակ չենք լինի ուստի։ Մտահոգվել պետք չէ։ Ոչ մարդկությունը, ոչ։ Լավ, ուրեմն գիտեք, գալակտիկաները ինչքան մենք հասկացանք, բաղկացած են աստղերից։ Աստղերը իհարկե չեն բախվի, բացի ինչ-որ արտասովոր դեպքերից, նրանք ուղղակի կանցնեն մեկը մյուսին։ Բայց քանի որ կձուլվեն։ Այո, դե կձուլվեն, այո։ Կմնա մեկը մյուսին, մի փոքր գալակտիկան եթե կբախվի մեծ գալակտիկայի հետ, նա կուլ ոսոտ իրան կուլ կտան։ Հա։ Իր աստղերը կմնան այդ մեծ գալակտիկայում։ Պատկերացրեցիք։ Հա, հետաքրքիր է։ Իսկ մեծ գալակտիկաների հետ ավելի հետաքրքիր հարց է կլինի, որտեղ քանի որ գալակտիկաները նա բացի որ աստղերից բաղկացած են, նաև մեծ քանակով բաղկացած են բանից, տիեզերական գազից, երբ այդ գազային ամպերը իրար հետ կբախվեն, կսկսվեն այսպիսի երևույթներ, որոնք կբերեն աստղ առաջացման պրոցեսին։ Նոր աստղերի։ Այո, կսկսեն ծնվել նոր աստղերը։ Բայց որոշ աստղեր նաև կմեռնեն։ Դե աստղերը անընդհատ մեռնում են, բայց այդ տարբեր արագությունով լինում։ Բայց ուրեմն աստղ առաջացումը մեծ քանակներով դա վտանգավոր բան է։ Ինչու՞։ Որովհետև առաջանում են եւ փոքր զանգվածի աստղերը, որոնք իրար համար ուղղակի մնում են, եւ մեծ զանգվածի աստղերը։ Նրանք ապրում են իրենց կյանքը շատ արագ, ընդհանրապես մի քանի տասնյակ միլիոն տարում։ Շատ արագ։ Այո։ Մեր արագ օրինակ 4.5 միլիարդ տարի գոյություն։ Ահա, եւ հետո պայթվում են ինչպես գերնորերը։ Հասկացա։ Եվ տիեզերական ճառագայթները սկսում են առաջանալ այսպիսի բաներ, որոնք ազդում են նաև մոլորակների վրա, եւ եթե այդ մոլորակներում ինչ-որ կյանք կա, կարան ազդեն ոչ լավ ձևով, ընդհանրապես դրա համար եմ ասում, ավելի լավ հեռու մնալ այսպիսի տեղերից, որտեղ ակտիվ աստղաառաջացում է տեղ ունենում։ Դե մենք տեղ չունենք փախնելու ըստ էության։ Դե մենք հեռու ենք, չէ, մենք հեռու ենք գտնվում։ Իսկ եթե տեսականորեն զուտ երևակայական այս պահին բախվեն երկու գալակտիկաները, ինչ կլիներ մարդկության հետ։ Մարդկությանը երկար ժամանակ ոչ մի բան չի լինել։ Այսինքն մինչև process-ը տեղի ունենար, մարդկությունը կհասցներ ապրել եւ չէ, մարդկությունը հաստատ կհասնի։ Մանավանդ եթե կսենք բռնենք, թե մարդկությունը ինչով ազբաղված հիմա, լավ ոնց կարճացնում վայրակյակով։ Այո, կարծես թե հետաքրքիր է, իսկ մեր գալակտիկայի մասին եթե խոսենք, բացի աստղերից, մոլորակներից եւ մոլորակների արբանյակներից, այո, էլ ինչ կա մեր գալակտիկայում։ Ուրեմն առաջինը մեր գալակտիկայում բացի ուղղակի աստղերից առանձին ինչպես արեգակը, կան ցենց կոչվող աստղակույտեր։
Աստղակույտերը տեղերն շատ հայտնի է, ասես կոչվող բազմունքը պլեյադներ, այո, որ կարելի է անձեն աչքով տեսնել երկնքում, այո, եւս այո։ մի քանի հատ, որտեղ մի քանի աստղ ոնց որ իրար կողք են, որը դուք ուսումնասիրում եք, կարելի է հասկանալ, որ այնտեղ կա մոտավորապես մի 1000 աստղ, որոնք գտնվում են իրար սենց մոտիկ։ Դե ոչ թե այդքան մոտիկ ինչպես կարելի ասել, բայց շատ ավելի մոտ կանցնի սովորական աստղերը գալակտիկայում ծրված։ Եվ կան բացի դրանից այսպիսի աստղակույտերից կան sense կոչվող գնդաձև աստղակույտերը, որտեղ աստղերը շատ ավելի շատ են, մինչև 1 միլիոն աստղ կարող հասնի, եւ այդ բոլոր աստղերը sense կազմված ոնց որ թե մի հատ գունդ աստղերից։ Եվ երբ նայում եք աստղադիտակով, ոնց որ թե կենտրոնում աստղերը իրար հետ կապվում են, չնայած այդ տենց չի, նրանք իրարից հեռու են։ Եթե մենք օրինակ ապրեինք այսպիսի աստղակույտի մեջ, այլ ճիշտ մեր արեգակը գտնվեր այսպես տեղում, երկնքի վրա կփայլեին հազարավոր պայծառ աստղերը։ Արևների պես։ Այո, դե ոչ արևի պես, բայց Վեներայի պես շատ ավելի պայծառ, լուսնի պես, հետաքրքիր է։ Այսպես։ Ուրեմն բացի դրանից գալակտիկայում ես ինչպես ասեցի կան մեծ քանակով միգամածություններ, դրանք միջաստղային նյութի կուտակումները, որոնք ինչ որ ձևով լուսավորված են, կան մութ միգամածություններ, այսինքն խիտ փոշու ամպերը, որոնց միջոցով ոչ մի բան չի կարող անցնի։ Ինչու։ Դե որտեղ փոշին կլանում է, կուտակում է, եթե դուք բարձրանում եք փոշին Երևանի վրա, դուք չեք կարող չէ տեսնել։ Այսինքն դա նույն փոշին է, ինչ մենք զգում ենք։ Մի քիչ ուրիշ փոշի, ավելի նոսր, չէ, ավելի մանր մասնիկներից բաղկացած, բայց հա մոտավորապես իդեալ։ Եւ դրա կան ուրիշ երևույթներ, որոնց չի կարելի անվանել բան, մատերիալ, բայց ոչ զանգվածային, ոչ ասենսից։ Գոյություն ունեն մագնիսական դաշտերը, տիեզերական ճառագայթները, sense կոչվող ռադիոալիքները, այսպիսի բաներ, այդ բոլորը տարբեր ձևով իրար հետ փոխազդում է, մեկը մյուսի վրա անցնում է, ազդում է, մենք այդ բոլոր sense ասած, դա չեմ ուզում ասել, որ դա քաոս է, որ դա քաոտիկ չի, բայց այս դա sense ասենք ապուրի նման է շոր մի բան է իրենք իրենց մեջ համագործակցում են կայուն են հա հետաքրքիր իսկ այդ փոշին որ ասում եք խտությունը մեծ է այնքան որ օրինակ տիեզերանավը չի կարող ճեղքել չէ իհարկե այդպեսին է ուղղակի բայց բավարար է որ հեռավոր աստղերը լույսը չի կարող անցնել այդ ամպերը հա հասկացա ես մի նյութ կարդացի որ երբ ծիրկաթին ուսումնասիրում էին գիտնականները 20-րդ դարում դեռևս եւ չգիտեին որ դրա ներսում չէին պատկերացնում քանի աստղ կա հետազոտում էին ջերմային խցիկներով եւ դա օգնում էր որպեսզի հասկանան թե ինչ նյութեր կան թաքնված այդ փոշու ամպերի ներքո Եթե կարողացա ճիշտ մեկնաբանել Դե երևի sense բաներ անում են գիտեք հիմա ռադիոաստղագիտական մեթոդներով գտել են ահագին հետաքրքիր դե քիմիական միացումներ, կառուցվածքներ այս մութ ամպերում այնտեղ բացի փոշուց կան նաև տարբեր նյութեր ասենք այնտեղ գտել են իհարկե ջուրը օդի մեջ այդ օդի մեջ ամպերի մեջ հա Այո, կարելի գտել են ասես կոչվում է հիդրոքսիլը OH, գտել են սպիրտ են գտել։ Սպիրտ? Այո։ Մոլեկուլաներով ավելի բարդ մոլեկուլաներ են գտել, մի բան դեռ չեն գտել, ինչքան ես հասկանում եմ, չեն գտել ամինոթթուները չեն գտել։ Բայց ընդհանրապես բավականին բարդ աստղածնային մոլեկուլաները գտնվել են։ Իսկ թթվածին? Դե մի 10 ատոմից, 12 ատոմներից Այդ ուրիշ հարց հետաքրքիր է արդեն առանձին գիտության մի աստղագիտության եւ ոչ միայն աստղագիտության մասն է կոչվում է աստղաքիմիան։
Ոնց կարան առաջանան այսպիսի բարդ մոլեկուլաները տիեզերքում։ Հետաքրքիր է։ Իսկ եթե օրինակ մենք հնարավորություն ունենանք տեղափոխվելու մեր գալակտիկայի այլ արեգակնային համակարգի նման ինչ-որ տեղ եւ ինչ-որ մոլորակի վրա լինենք, ինչ եք կարծում, նույն նյութերը կլինեն, ինչ երկիր մոլորակի վրա են, օրինակ քարը, մետաղը, այլ հանքանյութեր։ Դա, հա, Այս հա, երևի պիտի նույնը լինի, եթե մենք ընդհանրապես հնարավորություն ունենանք ապրելու այսպիսի մոլորակի վրա, նա պիտի մի քիչ թե շատ նման լինի երկրագնդին։ Նկատի չունեի ապրելու, այլ նմուշ վերցնելու։ Դե նմուշ վերցնելը։ Ես ասեմ, դե ինչի հեռու գնանք, վերցնենք մեր շուրջը, ինչը Մարսը, Վեներան, Լուսինը, նրանց այնտեղ օրինակ ինչն է գլխավոր տարբերությունը, այնտեղ այսքան քանակով ջուր չկա։ Հա։ Երկիրը դրանով առանձնահատուկ է։ Բայց կոպիտ ասած քարերով դրանք համարյա նույնն են ինչպես երկիրը։ Հա, հասկացա։ Բայց երբ ես տարբեր աստղադիտարաններում եւ նույնիսկ մեր երկրաբանության թանգարանում տեսել եմ նմուշներ լուսնից քարեր, որոնք փոքր են չափերով, բայց սարսափելի ծանր։ Չեմ անում, այս սարսափելի ծանր ինչ է։ Օրինակ մեր երկրի ենթադրենք համեմատենք օրինակ բազալտի հետ։ Դե հա բազալտը։ Չէ, մեր երկիրը ես չեմ անում ինչքան ունկնդրողները գիտեն, մեր երկիրը ինչից է բաղկացած հիմնականում։ Ես դու գիտեք։ Միջուկ միջնապատյան երկրակեղև։ Ահա, այդ միջուկը ինչից է։ Հրահեղուկ զանգված է, որը մետաղներ ու քարեր։ Այդ ինչ էլեմենտ է։ Տարբեր հանքային նյութեր, մետաղներ, քարեր։ Գիտեք, շատ հեշտ է գնահատել, նույնիսկ չհասնելու այնտեղ։ Մենք երկրի չափերը ունենք, մեր երկրի զանգվածը գիտենք։ Այո։ Կարելի է մեկը մյուսի վրա բաժանել, մենք կստանանք երկրի միջին խտությունը։ Հա։ Պարզը, որ ավելի խիթը պիտի լինի կենտրոնում։ Կարելի գնահատել մինչև բանը 7.5 գրամ մի կուբիկ խորանարդ սանտիմետրին հասնում են։ Հասկացա։ Ահա, հիմա պետք է մնում է գնահատել, թե այդ ինչ բանը, որը ունի այսպիսի խտությունը, եւ պիտի լինի ինչ-որ տարածված բան։ Շատ դժվար չի բանանել, գնահատել, որ դա երկաթն է։ Ուրեմն մեր երկիրը հիմնականում մեջտեղը բաղկացած է երկաթից։ Այս շուրջը արդեն սկսում են, որ դուք ասում էիք, այդ քարերը, տարբեր բազալտերը, գրանիտը եւ սա շարունակ, մինչեւ ջուրը ու օդը։ Այսպես երևի մոտավորապես այսպեսի կառուցվածք պիտի ունենան մյուս մոլորակները։ Հետաքրքիր։ Այստեղ մենք կարող ենք հասնել եւս մի հատ շատ հետաքրքիր հարցին, թե ոնց են առաջանում քիմիական տարրերը, որտեվ ըստ հիմիկվա հայացքների, երբ տիեզերքը ընդհանրապես սկսվել է, ստեղծվել է, ոնց մենք ասենք, մեծ պայթումը, բանը, տիեզերքը հիմնականում բաղկացած էր ջրածնից եւ մի քիչ հելիումից։ Այսինքն մնացած ավելի ծանր տարրերը որտեղից են եկել։ Նրանք բոլորը սինտեզացվել են աստղերի մեջ։ Ահա։ Աստղերի մեջ նաև արեգակում իհարկե տեղի ունենում sense կոչվող ջերմամիջուկային ռեակցիաները։ Նրանց միջոցով օրինակ ջրածինը վերարտադրվում է հելիումին։ Հելիումից հետո հիմա այսպեսի պրոցեսներ չկան, կսկսեն առաջանալ ավելի ծանր էլեմենտներ, օրինակ թթվածինը օրինակ, կամ եւս ինչ-որ բաներ, եւ հետո էլի եւ սենց այդ պրոցեսը կվերջանա այդ արեգակի վրա դա չի լինելու, դա ավելի մեծ զանգված ունեցող աստղերում է լինում, երբ արդեն տարբերակ չկա, որ ինչ-որ սինտեզացրել ավելի ծանր էլեմենտները։ Ինչու՞, որտեվ ամենաշատ էներգիան ազատվում է, երբ ջրածինը հավաքվում է եւ մեծ ջերմաստիճանների ժամանակ դառնում է հելիումը։ Եթե հելիումը մենք կսկսենք սարքել ավելի
ծանր էլեմենտները մի քիչ ավելի քիչ էներգիան դուրս կգա։ Եվ այս պակասը կզգա եւ վերջապես մենք կհասնենք այդ ստադիային, որ արդեն ոչ մի բան չի կարելի ստեղծել, որ էներգիան ազատվի, հակառակը պետք է ծախսել էներգիան։ Հասկանում եք։ Այդ process-ը կանգնում է երկաթի վրա։ Երկաթը ամենաստաբիլ տարրը է տիեզերքում։ Հասկանում եք։ Երկաթից ավելի ծանր տարրերը կարելի է տրոհել էլ էներգիան կազատվի, մինչև դուք հասնում եք ուրանին, պլուտոնիումին եւ կարելի որոնք ինքերեն տրոհվում են եւ առաջանում են ուրիշ ավելի թեթև էլեմենտները, տարրերը եւ օրինակ այսպես են աշխատում ատոմային էլեկտրականությունը։ Ահա։ Ուրեմն այս process-ը երկու կողմերից էլ կանգնում է երկաթի վրա։ Իսկ եթե աստղի մեջ առաջացավ sense երկաթե կորիզը, նա երկար էլ չի մնա, մի քանի ժամ հետո այս աստղի նյութը գրավիտացիոն ուժի տակ, քանի որ էլ ոչ մի բան չկա, որ պահի, կսկսի ընկնել եւ աստղը ինքը իր մեջ կընկնի։ Այսինքն միլիոնավոր տարիներ ապրում է եւ մի քանի ժամ կարող է դե հավերժը բիժամ։ Աստղը կպայթի, այդ process-ի ընթացքում կդառնա sense կոչվող գերնոր աստղ։ Այդ process-ի ժամանակ կսկսեն սինթեզացվել մեծ քանակով տարբեր տարրերը, որտեղ այդքան մեծ էներգիա ազատումը տեղի ունենում այս process-ի կոլապսը կոչվում է։ Հա։ Որ առաջանում է ինչ ասես մինչև այդ ուրանը եւ ուրիշ ծանր տարրերը։ Եվ այդ ինչը նշանակում է, նշանակում է, որ մեր երկիրը եւ մենք ինքներս բաղկացած ենք այն ատոմներից, որոնք ինչ-որ ժամանակ աստղերի մեջ առաջացել են, հետո ծորվել են տիեզերքը, հետո նորից են հավաքվել եւ այդ process-ը գնում էր մինչեւ որ դրանք չհավաքվել են մոլորակի մեջ։ Հետաքրքիր է։ Քիմիական աղյուսակի բոլոր տարրերը կան տիեզերքում։ Այո, անշուշտ։ Մեր գալակտիկան Բացի արհեստական ստեղծածներից։ Հա։ Մեր գալակտիկան Այո։ նշեցիք պտտվում է իր առանցքի շուրջ, ինչպես արեգակնային համակարգը արևի շուրջ։ Այո, Ինչն է մեր գալակտիկայի կենտրոնում։ Ինչի շուրջ է պտտվում։ Ահա։ Միջազգային հարցեր շատ են տալիս։ Շնորհակալություն։ Ուրեմն դե մեր գալակտիկայի զանգվածը շատ մեծ է եւ չափերը։ Դրա համար դանդաղ է պտտվում։ Մի պտուտ եթե չեմ սխալվում 1 միլիարդ տարուց ավել է լինում։ Բայց կենտրոնում իհարկե ինչ-որ ձգողական ուժը կա։ Կենտրոնում գալակտիկայում գտնվում են ուղղակի աստղերը, որոնք հավաքված են ավելի խիտ ձևով։ Այդ կոչվում է գալակտիկայի միջուկը։ Նա մեծ զանգված ունի եւ ձգողական ուժով մնացած աստղերը ոնց որ հավաքվում են։ Պատկերացրեք, ասենց պատտվում է դրա շուրջը միջալոց այդ արդեն ոչ կեպլերային օրենքներ են, որտեղ ստեղ ոչ մեր արեգակնային համակարգում մի հատ կենտրոնական ձգողություն ուժը գալիս է արեգակից փաստորեն, իսկ այստեղ ծրված է շատ աստղեր կան, միլիոնավոր աստղերը գալակտիկայի կենտրոնում։ Անհամաչափ։ Այո, դե բայց այդ բերում է դրան, որ համենայնպես այդ նման բան ինչքան ավելի հեռու ենք, այդքան ավելի դանդաղ է շրջում աստղերը։ Եվ ուրեմն երկար մտածումներից հետո եկան այն հասկացան, որ գալակտիկաների կենտրոններում պետք է լինի sense կոչվող ավելի ձգողական բաները, ուժերը, որտեղ աստղերը իրար մեջ դե մեռած աստղերը ընկնում են մեջը, ձուլվում են եւ առաջանում են sense կոչվող սև խորոչները։ Վերջերս ասեմ ձեզ մի 20 տարի երևի ամենաշատը հնարավոր եղավ այդ սև խորոչները մի քանի գալակտիկաների կենտրոններում գտնել։ Այսինքն միայն մեզ մոտ չեն։ Չէ, իհարկե ուրիշ գալակտիկաներում էլ կան։ Իհարկե այն գալակտիկաները, որտեղ մեծ են։ Կան ինչպես Մագելանյան ամպերը փոքր գալակտիկաները, որտեղ ցենցիկովական ուժ չկա կենտրոնում։ Այսպես։
Իմիջիալոց վերջերս ընդհանրապես այս աստղային աստագիտությունը շատ մեծ քայլ է արել առաջ, բաց է թողվել տիեզերական աստղայի տրան, որը կոչվում էր Գայա, այդ երկրի աստվածուհանումը, որի առաջ դրած էր խնդիրը ավտոմատորեն ուսումնասիրել բոլոր աստղերը, որ հնարավոր է տեսնել ու չափել նրանց հեռավորությունները ու դիրքերը, ուր են նրանք շարժում։ Հիմա այդ աշխատանքը արդեն վերջացրած է, կարելի ասել դե Գայայի հնարավորությունները արդեն բրծել են, նրան անջատել են, բայց հավաքվել է սարսափելի մեծ քանակով ինֆորմացիա։ Մոտավորապես համարյա 2 միլիարդ աստղերի մասին ինֆորմացիա կա։ Այո։ Ասենք մի 50 տարի առաջ այդ լրիվ անհնարին բան կլիներ, որտեղ նույնիսկ տեղ չէր լինի, որտեղ պաղել այդքան մեծ քանակով թվային ինֆորմացիան, այդ կոմպյուտերների ուրեմն հնարավորությունների աճը ոնց որտեղ զուգահեռ գնում էր աստղագիտության հնարավորությունների աճը։ Մեկը մյուսին նպաստում է, որպեսզի զարգանա։ Երևի։ Եվ ինչ դա բերեց։ Դուք հաստատ տեսել եք աստղայի պատերազմներ կինոն։ Չէ։ Չեք տեսել։ Կինոներ շատ չեմ նայում, ցավոք։ Դե շատ է, ամենահայտնի։ Խոստանում այս հաղորդումը դե լավ է էական չի։ Այնտեղ քանի որ մարդիկ այդ կինոս ես հասկանում, մի հատ հերու գալակտիկայում եւ այդ գալակտիկայում այդ մեր թեորիական չի։ Նրանք արդեն ամբողջ գալակտիկայի քարտեզ ունեն։ Այսինքն ինչ որ նպատակով գալիս են մի հատ տեղը այնտեղ նայում են, ասում են մի հատ ցույց տուր, այս մի կտոր այնտեղ աստղեր են վանկան, ասում այսա չէ, այս այնտեղ պետք է լինի։ Ահա։ Մոտավորապես նմանը նկարագրած էր, դուք գիտեք, կար շատ հայտնի գրող Այզեք Ազիմովը, նա ֆանտաստիկա է գրում, հիմնականում, բայց ոչ միայն ֆանտաստիկա։ Նա գրեց մի գրքերի շարքը, որտեղ նկարագրում է, թե մարդիկ արդեն տիրապետել են ամբողջ գալակտիկայում։ Այնտեղ ոչ չկար բացի մեզ եւ մարդկությունը տարածվեց եւ ապրում է ամբողջ գալակտիկայում։ Այ ուրեմն նրանց մոտ նույնպես այսպեսի քարտեզ կար։ Նրանք հանում էին ինչ-որ գալակտիկայի կտորը ու սենց նայում էին, ստեղ պետք է գնալ, նայել, ստեղ ինչ կա, ստեղ ես իմ ինչ-որ ապստամբություն ա, այնտեղ ինչ ասենց։ Հիմա նայեք, այդ բոլորը ըստ Ազիմովի պիտի տեղի ունենա մի 14000 տարի առաջ։ Հետո ես կալվեցի։ Իսկ հիմա չանցա ընդամենը մի 50 տարի ինչպես այդ գիրքը լույս տեսավ, մարդկությունը արդեն 1% կամ նույնիսկ 2% այդ ինֆորմացիայի արդեն ունի։ Մոտ ենք։ Դե տեսնում եք ինչքան բան մարդիկ կարող են անել, եթե նպատակ դուլվել եւ այդ հետաքրքիր նպատակ։ Եվ կան օգնող գործիքներ։ Հետաքրքիր է։ Մեր ասեք։ Չէ, ես ասեմ, որ հիմա պատկերացրեք ինչքան կարևոր է ունենալ ինֆորմացիան այս բոլոր աստղերի մասին։ Դե չեմ ասում այս բոլոր աստղեր, բայց գոնե 1 միլիարդ աստղերի համար դուք ունեք հեռավորություններ։ Դուք կարող եք ասել արդեն ճիշտ է, այս աստղակույտ այնտեղ է, այստեղ է, այստեղ, այս ամպ այնտեղ է։ Այդ չեք պատկերացնում ինչքան հեշտացրեց աստղագետների գործը։ Մեր գալակտիկայի տարբեր անկյուններում ջերմաստիճանը նույնն է, ես չեմ խոսում աստղերի մակերևույթի մասին, այլ այո։ Ուրեմն իհարկե ջերմաստիճանը նախ միջաստղային ուրեմն տարածքում ջերմաստիճանը որոշելը մի քիչ դժվար է, որտեղ եթե դուք այնտեղ սովորական ջերմաչափը կդնեք, դա միանգամից կգնի մինչև 0։ Այդտեղ նյութի խտությունը այդքան փոքր է, իսկ ջերմաչափները աշխատում են այն իդեայով, որ օդի օրինակ մոլեկուլաները իրանց խփում են եւ էներգիա են ավելացնում կամ միջացնում եւ դրա համար նա ինչ որ
ջերմությունը ցույց է տալիս, բայց այս մոլեկուլարների արագությունը, մասնիկների արագությունը կարելի է նույնպես գնահատել ինչպես ջերմաստիճան։ Ինչքան ավելի արագ են նրանք շարժվում, այդքան ջերմաստիճանն ավելի բարձր է։ Ուրեմն տիեզերքում կարելի է գտնել տարբեր տեղեր, օրինակ պայծառ ջերմ աստղերի կողմերը ջերմությունը բավականին զգալիորեն մեծ կլինի։ Այդ իհարկե ուրեմն նորից եմ հակարկում, այդ չի կարելի Դա պայմանական։ համեմատել մեր, բայց մինչև մի 50,000 աստիճան հասնում է։ Օ, Բայց այդ ուղղակի մասնիկների շարժման արագությունը։ Ավելի հեռավոր տեղերում կարող է իջնի մինչև, ասենք 1000, բայց sense տեղերը քիչ են։ Ամենասարը տեղերը այդ մութ ամպեր են, որոնց մասին ես ասացի։ Մութ ամպերում ընդհանրապես, քանի որ լույսը մեջը չի մտնում, ինֆրակարմիր նույնիսկ կարող չի մտնի, այնտեղ նրանց մեջ շատ ցուրտ է։ Բայց ոչ մի տեղ դա չի կարող իջնի ավելի շատ, քան գիտեք, sense հասկացություն կա absolute 0-ն։ Absolute 0-ից բարձր 2.7 աստիճան այդ միշտ կլինի։ Ինչու, որտեղ ամբողջ մեր տիեզերքը, ոչ մեր գալակտիկա, լցված է sense կոչվող ռելիկտ ռադիոճառագայթումով։ Այդ ռադիոճառագայթումը ունի մոտավորապես այսպիսի ջերմաստիճանը եւ անցնում է ամեն տեղ, եւ մութ ամպերում, եւ գալակտիկաներից դուրս տիեզերքում 2.7 դա ներքևի սահմանն է։ հետաքրքիր։ Գալակտիկայում կենտրոնում ինչ որտեղ ձայն կա։ Ինչ կա։ Ձայն։ Եթե մենք տիեզերքում լինենք, ձայն Չէ, կլսենք։ ձայնը չկարողանա։ Բացարձակ լռություն է։ Դե ձայնը ոնց կարա լինի, եթե Չգիտեմ։ ձայնը այդ բաների օդում մոլեկուլաների, ուրեմն տատանումների շարժումն է, իսկ այնտեղ խտությունը փոքր է, ընդհանրապես ձայնը չի կարող բանանի, մեր հասկացությունով չի կարող գնամ տարածվի։ Ուրիշ բան, որ միջաստղային միջավայրի համար էլ կարելի է հաշվել ձայնի արագությունը։ Այսինքն, եթե այնտեղ ինչ-որ մի ալիք առաջանա, ինչ արագությունով նա կշարժվի։ Բայց այդ բավականին խորը ֆիզիկական հասկացություններ են։ Հասկացա։ Տիեզերքում հոտ կա։ Չէ։ Չկա։ Ավելի ճիշտ էլի ոնց։ Ես դες ասացի, որ մութ ամպերում գտել են բաներ։ Բավականին բարդ օրգանիկ մոլեկուլաները։ Հենց դրա համար հարցրեցի, Դե, բայց նրանք այդքան չեն քանակով են։ որ մենք հոտ չենք զգա։ Չէ, եթե մենք հավաքենք եւ կսկսենք հոտը քաշել, տիեզերալով եկանք այնտեղ, կսկսենք ուսումնասիրել, կարող մի բան կզգանք, բայց ընդհանրապես չէ, տիեզերքում լրի ուրիշ է, ինչ։ Երբ է ձևավորվել մեր գալակտիկան։ Երբ ինչ։ Ձևավորվել մեր գալակտիկան։ Ենթադրում է, որ բոլոր գալակտիկաները հիմնականում, նաև երևի մերը, ձևավորվել են, դե սկսենք sense, երբ տեղի ունեցավ մեծ պայթումը, առաջացել են առաջի աստղերը, հետո նրանք արդեն էվոլյուցիան ապրել են ու անհայտացել են, առաջացել է մյուս սերունդը եւ sense շարունակ, բայց այդ ժամանակ արդեն տիեզերքը սկսել է բաժանել ինչ-որ խտացումների, որոնցից առաջացել են գալակտիկաները։ Դե կարելի ասել, որ երևի մոտավորապես մեծ պայթյունի ժամանակ, այսինքն դե այդ ստույգ մենք չի կարող ասել, ասենք 12-15 միլիարդ տարի առաջ։ Արեգակ ես ինչպես ասեցի 5 միլիարդ տարվա բանն է։ Մեր արեգակնային համակարգը ձևավորվել է ավելի ուշ, քան Այո, քան գալակտիկան է իհարկե։ Հետաքրքիր է։ Այո։ Եվս ասեմ, որ այդ հետաքրքիր կլինի, ուրեմն երբ նայում ենք գիշերվա երկայնքին, մենք կարող ենք տեսնել այնտեղ վաղագին մեծ քանակով պայծառ աստղերը եւ թույլ աստղերը։ Ուրեմն պայծառ աստղերը կարելի բաժանել երկու խմբի։ Մի մասը պայծառ են, որտեղ նրանք մոտ են գտնվում մեզ։ Օրինակ Կենտավրոսի ալֆան,
կամ Սիրիուսը։ Մյուս աստղերը պայծառ են, որտեղ նրանք ի սկզբանե շատ պայծառ են։ Այդ կոչվում է աստղի լուսատվությունը, նրան շատ մեծ է, նա կարող է գերազանցի արեգակը 1000 անգամ ասենք։ Օ, Կամ եւ այսպիսի աստղերը հազվագյուտ են, որտեղ աստղի լուսատվությունը կապված է իր զանգվածի հետ։ Իսկ մեծ զանգված ունեցող աստղերը քիչ են։ Եվ չնայած նրանք շատ հետաքրքիր են, նրանք հիմնականում էլ ուսումնասիրում են։ Տիզերքի մեծամասնությունը, գալակտիկայի մեծամասնությունը լցված է նույնիսկ ոչ թե արեգակայի նման կան վերին աստղերը, այլ նրանջագույն աստղերով, որոնք հանգվածը նույնիսկ ավելի փոքր է, եւ նրանք երկար ժամանակ միլիարդավոր տարիներ առանց ոչ մի փոփոխության կարան լույս տան։ Երևի մոտավորապես մի 90% այսպիսի աստղեր են, նրանջագույն եւ կարմիր աստղերը։ Աստղագիտական տեսակետից նրանք անհետաքրքիր են, որտեղ այնտեղ ոչ մի բան չի փոխվում։ հա, Կարա հասկացա։ այնտեղ կյանքը լինի, թե չէ, մոլորակներ, որ նրանց կողքը գտնվում է, դեռ հարցականը կարող է։ Ուզում եմ ասեմ, որ այսինքն ինչ է դա նշանակում, որ մենք հիմնականում նայում ենք, հիանում ենք եւ ուսումնասիրում ենք պայծառ աստղերը, իսկ մեծամասնությունը անհետաքրքիր մնում է, չնայած աստղագետները իհարկե բոլորը հաշվարկում են, որ դա գիտական է։ Սև խոռոչների մասին խոսեցիք։ Մեր գալակտիկայի որ մասում են այդ խոռոչները։ Սև խոռոչը դա ասեցի կենտրոնում։ Հա, հենց կենտրոնում։ Գիտեք, կա այնտեղ sense կոչվող գերմեծ զանգված ունեցող սև խոռոչն է։ Այսինքն դա դրա զանգվածը գնահատվում է ինչպես երևի մի քանի տասնյակ հազար արեգակնային զանգված։ Օ, Դրա բացի դրանից կա ենթադրություն, որ երբ աստղը բռնկում է ինչպես գերնորը, նրա տեղը կարա չանա մնացորդներից, կարա չանա սև խոռոչը, բայց նրա զանգվածը փոքր կլինի։ Փոքր այսինքն ինչքան է, ասենք մի 5 կամ 8 արեգակնային զանգված։ Հիմա կան այսպիսի օբյեկտները, թե չէ, մի քիչ բարդ հարց է, բայց երևի կան, բայց այդ աստղային զանգված ունեցող սև խոռոչները արդեն իրար կյանքը ապրած աստղերի տեղ առաջացել են։ Այլ դե նրանք գալակտիկայում ծրված են իհարկե։ չգիտեմ ինչու ինձ մոտ տպավորություն է, որ դրանք ինչ որ խողովակաձև մարմիններ են։ Սև խոռոչները։ Սև խոռոչը դա ինչ որ մի կետ է տիզերքում կամ ինչպես հիմա են ասում ժամանակ տարածք ուրեմն կոնտինուում, որը ունի հատուկ բաներ, հատկություններ եւ ոնց որ անջատվում է ընդհանուր ուրեմն տիեզերքից, տարածքից։ Այդ չի նշանակում, եթե մենք օրինակ փորձենք մտնել սև խոռոչի մեջ, գուցե կարող ենք։ Նույնիսկ տեսականորեն գուցե կարող նաև դուրս գանք այնտեղից, այնտեղ այդ բարդ է, այդ արդեն գիտեք այն որ կոչվում է ընդհանուր հարաբերության տեսությունը կամ հարաբերության ընդհանուր տեսությունը, որը բավականին բարդ է։ Այդ Էյնշտեյնը բոլորը ոնց ասեմ, չեմ ուզում ասել հնարեց, այդ սկզբից նա ուղղակի բանաձևեր էր գրել, բայց հետո այդ ապացուցված էր, որ սենց էլ կա։ Հիմա այդ բոլորը ապացուցվում է նոր դիտումներով։ Ասեցի, որ արդեն գալակտիկաների կենտրոնների մեջ գտնվել են սև խոռոչները։ Դե կան նույնիսկ ավելի հեռավոր իդեաներ, թե ինչ կարող այնտեղ լինի, ավելի բարդ բաների մասին են խոսում։ Այս արդեն ընդհանրացված հարաբերությունների տեսությունը, որը հիմա
քիչ մարդ է զբաղվում երկրագնդի վրա, մի քանի 100 հոգի ամենաշատը։ Մնացածները չեն կարող հասկանալ այդ ինչ է շտակում։ Ես կատակում եմ իհարկե, բայց եւ համենայնպես այդ բոլորը անշավ հետաքրքիր դուք sense հայտնի վերջերս արդեն կինոնկար էր լույս տեսել, կոչվում էր Interstellar։ Այ դա տեսել եմ։ Ահա, այդ դուք տեսել եք, որ այնտեղ գնում են դեպի Սև խորոջի մոտ, հետո նույնիսկ դուրս են գալիս։ Այո։ Այնինչ մենք երկնքում տեսնում ենք, Այո։ մեր գալակտիկայի սահմաններում է, թե մենք կարող ենք տեսնել նաև դուրս։ Դե իհարկե ես որ ասեցի, որ մենք կարող ենք տեսնել ուրիշ գալակտիկաներ, ուրեմն կարող ենք դուրս գալ։ Չէ, անձն աչքով։ Անձն աչքով կարելի տեսնել միայն 3-4 բան մեր գալակտիկայից դուրս։ Դա Անդրոմեդայի մեգամասությունը, Մագելանյան ամպերը եւ լավ տեսողությունով կարելի նկատել երևի բանը, ասես կոչվում Երանգյունի գալակտիկան։ Մեր կիսագնդից, մեր տարածաշրջանից հնարավոր է դրանք տեսնել։ Երևանից Անդրոմեդան շատ լավ երևում է այս կողմերից։ Շատ լավ։ Մեր գալակտիկան նման է պարույրի, սպիրալաձև։ Այո, հա, դրա մասին մենք դեռ չենք ասել։ Այո։ Ուրեմն երբ հասկացել են, որ այդ բոլոր մնացած գալակտիկաները նույնպես գալակտիկաներ են, պարզվեց այդ իմիջիալոց գործը վերջնականորեն արել է շատ հայտնի աստղագետ ամերիկյան Խաբլը, ում անունով հետո դիտակ են բաց թողել դեր։ Խաբլը բաժանել է գալակտիկաները 3 խմբի՝ պարուրաձև, էլիպտիկ եւ անկանոն։ Այ Մագելանյան ամպերը օրինակ անկանոն գալակտիկաներն։ Իսկ մեծ գալակտիկաները հիմնականում ուրեմն կամ պարուրավոր են, պարուրաձև են, ոսում եք ասել, կամ էլիպտիկ են։ Էլիպտիկը նշանակում է, որ նրանք մեծ գնդեր են իրենից ներկայացնում, այնտեղ հարթությունը լավ արտահայտված չկա։ Սենց ինչ-որ մի բան է։ Գնդաձև։ Դե գնդաձև կամ էլիպսաձև, այսպես ինչ-որ մի բան։ Եվ պարուրաձև գալակտիկաները Անդրոմեդան օրինակ պարուրաձև է։ Մեր գալակտիկան նույնպես է, դա իմիջիալոց բավականին երկար աշխատանք էր, երբ պարզեցին վերջապես, որ մեր գալակտիկան իսկականից պարուրաձև է, պատկերացրեք, որ մենք նրա մեջ գտնվում ենք, եթե դրսից նայենք ուրիշ բան։ Եվ ուրեմն եւ պարուրաձև եւ էլիպտիկ գալակտիկաները լինում են եւ փոքր եւ հսկա, առավել եւս գերհսկա, բայց էլիպտիկ գալակտիաները նույնիսկ սովորաբար կարող լինեն նույնիսկ ավելի մեծ, քան ստեպարուրաձև։ Եվ հետաքրքիր որ մինչև համարյա տեզերքի եզրը մենք տեսնում ենք մոտապես այս նույն ձևի տեսքերը բաժանումը գալակտիկաների մեջ։ Դա կապված է իհարկե ընդհանրապես գալակտիկաների ստեղծման եւ աստղարաչացման process-ների։ Ուղղակի այդ մի քիչ բարդ է, ես մտածում եմ, որ այս հաղորդումի ընթացքում ես չեմ կարող բացատրեմ, թե այդ պարուրները ոնց են առաջանում, բայց պետք է ուզում եմ ասեմ, որ պետք չի մտածել, որ այդ կենտրոնից այդ պարուրները ցենց դուրս են գալիս ու պատտվում են իրար շուրջը։ Կարծես թևավոր լինեն։ Կամ ճյուղավոր։ Դե բոլորը հա, բայց նրանք այդ չի նշանակում, որ ոնց որ թե հասկացում եք փաթաթել իր վրա, էլի։ Դա ուրիշ ձևով է տեղում։ Լավ։ Եթե հնարավորություն լիներ, մեր գալակտիկայում ինչ որ տեղ տեղափոխվել։ Այո։ Ուր կուզեիք գնալ։ Ես ոչ ոք չեմ ուզում, ավելի ճիշտ գնալ նայելը ամենահետաքրքիր կլինի մոտենալ գալակտիկայի կենտրոնին, նայել այնտեղ ինչ է կատարվում։ Հետաքրքիր կլինի մի հատ այդ գնդաձև աստակույտը նայել ներսից, էլի տպավորիչ կլինի։ Բայց մեր արեգակը երկրի հետ եւ ամբողջ մոլորակների հետ գտնվում է բավականին լավ տեղում, ասես ասեմ, ինչպես հայերեն ասում, սուսուփուս տեղում, որտեղ ոչ մի աստղարաչացումը չի տեղի ունենում, գերնորները շատ մոտիկ չեն պայթում, եւ դրա համար այս երկրի հնարավոր եղավ, որ երկրի վրա քիչ թե շատ հանդարտ կյանք լինի ու ինքերեն կյանք առաջանա ու սազարգանա։ Բախներս բերել է փաստորեն։ Այո։ Եթե այնպես ստացվեր,
երևակայենք, որ մեր արեգակնային համակարգը կտրուկ տեղափոխվեր գալակտիկայի ինչ որ այլ մաս։ Ինչ տեղի կունենար։ Մեզ համար ոչ մի բան չէր փոխվի։ Այսինքն մեր արեգակնային համակարգը իր ներսում ապահով է։ Այո։ Հետաքրքիր է։ Տիեզերքում կան երևույթները, որոնք կարան ազդեն երկրի վրա, բայց դա անկախ է գալակտիկայի դիրքից, գալակտիկայում դիրքից, ուղղակի բաները, ոնց ասեմ ձեզ, հավանականությունները շատ փոքր են։ Եվ ես հույս ունեմ, որ մենք sense բան չենք տեսնել։ Օրինակ, եթե ինչ-որ մի կողքի աստղ, ասենք ինչ, Սիրիուսը, պայթի ինչպես Գերնորը, սկզբից շատ պայծառ աստղ կլինի երկնքում, լուսնից պայծառ։ Հետո դա մի քիչ կմարի, բայց մի քանի 100 տարի հետո այդ աստղի ճառագայթումը, որ պայթել է, կհասնի երկրին եւ ամենավատը իր այդ մնացորդները, այդ շատ արագ շարժվող մասնիկները, տիեզերական ճառագայթներ ասում։ Երկրի վրա ռադիացիան ահագին կբարձրանա եւ դժվար ասել թե ստեղ ինչ որ բան կմնա թե չէ։ Նույնիսկ թող չլինի։ Նույնիսկ բան է դինոզավրների անհայտանումը այսպիսի բանով են բացատրում, որ երկրի կողքը ինչ որ Գերնոր է։ Բայց կան նաև այսպիսի երևույթներ, այդ արդեն գտել են ընդհանրապես վերջերս։ Գամմա բարստերները։ Չեմ լսել։ Ահա, ուրեմն 70-ական թվականներին կարելի ասել տիեզերքից գամմա ճառագայթումը դուք գիտեք ինչն է։ Լավ չեմ Դա ռենտգենյան ճառագայթման նման բան է, բայց ավելի մեծ էներգիա ունի։ Եվ ուրեմն դա կարելի դիտել իհարկե տիեզերքում, քանի որ չի կարող անցնել մթնոլորտը։ Որ սկսել են ուսումնասիրել այս մանրամասը, նկատել են, որ կան ինչ-որ օբյեկտներ, որոնք գամմա ճառագայթներում պայծառանում են, հետո մի քանի ժամ հետո անհայտանում են։ Ինչ է տեղի ունենում, ինչ-որ վռնդումներ է տեղի ունենում, բայց ինչ վռնդումներ։ Վերջապես այդ հասկացել են ինչ-որ հատուկ աստղեր են կրկնակի, որտեղ լինում են պայթումները, շատ ուժեղ, ազատվում է մեծ քանակով էներգիան, նաև գամմա ճառագայթման, բայց նրանք գտնվում են ուրիշ գալակտիկաներում։ Հեռու։ Քանի որ նրանք շատ հեռու են, մենք դա կարող ենք գտնել միայն հատուկ էքսպերիմենտները։ Բայց նույնիսկ կարելի գնահատել այդքան հեռվից, որ ստեղ դա զգացվում է, այդ ինչ պիտի լինի այնտեղ։ Հասկանա՞մ, չէ՞։ Հա։ Ահա։ Վախենալու Եթե բախտը բերում է դրան, որ այսպիսի պայթումը, երբ ճառագայթում է տեղի ունենում, այդ տարածվում է բանի։ Այդ մի հատ պրոժեկտորի ճառագայթումի նման շատ ուղիղ մի հատ տարածություն է։ Դրա համար հնարավորությունը, որ այս ուրեմն ճառագայթը կանգնի ուղիղ երկրի վրա, շատ չնչին է։ Բայց եթե մեր գալակտիկայում այսպիսի մի բարստր կվռնդվի եւ պատահական ձևով այդ գամմա ճառագայթումը կհասնի երկրի կեսը ուղղակի կվառվի։ Ինչպես բան է, էլի, ատոմային պայթյունից։ Հա, բարձ է։ Այն կեսը, որը ուղղված է դեպի դա։ Դրա համար ավելի լավ է, որ սեզբան չլինի, եթե լինի վրա ուղղված չլինի։ Հա, ի վերջո երևի մարդը դեռ չի մտածել միջոց դեռ պաշտպանելու։ Չէ, սեզբան, չէ, դա իր կարող պաշտպանեք, սա էս բախտի բան է։ Դգիտեք, դուք ասում եք մեթեորիտներ են գնում են բան։ Դա ամեն մի մարդ է գնում է, մեկ էլ հնարավորություն կա, չէ, որ մի հատ տիեզերական քարը կգա ու կգնի իր գլխի վրա։ Իհարկե։ Կա, բայց ապրում ենք, չէ։ Այո։ Առավել ևս ավտոյի տակ կարելի է գնել բալ, այս։ Ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ։
Որքան կյանք ունի մեր գալակտիկան։ Ապագայում, Այո, եթե արդեն 12-ից 15 միլիարդ տարի է գոյություն ունի, այո, ենթադրվում է, որ մի օր էլ անկում կունենա։ դե գիտեք ինչ, ես հետաքրքիր հարց եմ։ Այդ արդեն աստղագիտությունից գնում է դեպի ֆիլոսոփայությունը։ Սենց հասկացություն կար եւ հիմա էլ կա։ Տիեզերքի ջերմային մահը։ Լսել եք դրա մասին։ Չէ։ Այդ դեռ Գիտեմ, որ տեզերքը մի օր կմեռնի կամ նման, բայց տեզերքը ենթադրում է, որ բռնկվել է, առաջացել է եւ ինչ-որ ձևով այս բոլոր գալակտիկաները եւ աստղերը գալակտիկաների մեջ բոլորը կան։ Եվ աստղը, որ ապրում է, ինչ է լինում աստղի հետ։ Աստղը երկար ժամանակ ապրում է, արեգակը մեր ամենակիչը 1.5 միլիարդ տարի դեռ նույն վիճակում կլինի։ Հետո եւս բայց ինչ ժամանակ կգա, որ արեգակը կսկսի դրա մեջ ջրածինը կսկսի պրծնել եւ էներգիա ազատումը կիջնի։ Այդ պիտի բերի դրան, որ արեգակը սկսի մեծանալ եւ կարմրել։ Իմիջիայլոց ոչ ոք չի իմանում ոնց, բայց Herbert Wells-ը իր ամենահայտնի գրքերից մեկում ժամանակի մեքենան ներկայացրել է, թե այդ ճանապարհորդը ժամանակում անգնում է ինչ-որ սարսափելի ժամանակ ապագա եւ տեսնում է արեգակը ինչպես կարմիր հսկա։ Ոնց Wells 100 քանի տարի առաջ այս իդեաները եկավ վերագլխին, ոչ ոք չի իմանում։ Մի մասը նույնիսկ ասում են, ընդհանրապես Wells-ը այդքան հետաքրքիր բաներ կան հագուշակել է, մի մասը լուրջ ասում, որ նա կամ ինքը եկել է ապագայից, կամ հանդիպել է այսպիսի մի ժամանակում ճանապարհորդի հետ, որ պատմել է իրան տարբեր բաներ։ Դա նա հետո նկարագրել է այդ գրքում։ Լավ, ուրեմն այդ պայթում չի լինելու, արեգակը ասենց կմեծանա, հետո իր վերևի շերտերը կփոկվեն, արեգակի տեղը կմնա մի հատ փոքր շատ խիտ աստղ, ասենց կոչվող սպիտակ թզուկը։ Նույն բանը տեղի կունենա երևի ուրիշ արեգակնային նման աստղերի հետ։ Ավելի մեծ աստղերը մեծակված կպայթեն ուղղակի։ Սենց կամ սենց այս ազատված գազը կցրվի տիեզերքում։ Աստղային նյութը։ Ինչ որ ժամանակ կանցնի, նա կադրվա նորից կհավաքվի աստղի մեջ։ Հասկանում եք, չէ՞։ հա, Այո, ձգողության ուժով, ուրիշ բաներով։ Բայց օրինակ մեր արեգակները դուք ինքներդ հասկացել եք, այդ առաջի սերունդի աստղ չի։ Եվս ինչ-որ մի սերունդ կանցնի, մի կատել կարա սերունդ, բայց հենց կգնա, որ ոչ մի գազը չի մնա տիեզերքում, որից աստղերը կարան առաջանան։ այսինքն կլինի խավար։ Դե նայեք ինչ կլինի։ Օրինակ էլիպտիկ գալակտիկաներ կան, որոնց մեջ արդեն ոչ մի միջաստղային գազը չկա։ Արդեն տարբեր պատճառներով հայտացել է, սպառվել է։ Այնով բաղկացած են այդ ինչպես ես ասացի նռանջագույն աստղերից հիմնականում, կարմիր եւ մի քիչ դեղին աստղերից, եւ նրանք երկար սենց կմնան, մինչեւ ինքը իրեն չհանգեն։ Այդ մի 10 միլիարդ տարի կանցնի եւս բանման, բայց նոր աստղերը չեն առաջանա։ Երբ նոր աստղերը էլ չեն առաջանա, էլ ոչ մի հետաքրքիր բան չի լինի տիեզերքում։ Այդ կլինի ուղղակի ցրվող փոշին քարերը եւ սենց որոնք անվեջ հեռավորություններով շարժվում։ Զարմանալի է տիեզերքը։ Բայց ոչ ոք չի իմանում այդ տենսած է, չէ, այդ գաղափարը։ Դա միայն ենթադրություն է գիտական Դա փորձի ենթադրությունը, հա, կարող կան ինչ-որ process-ներ, որոնց մասին մենք դեռ չենք իմանում։
Լավ, այսպեսի հետաքրքիր բան։ Իսկ մի հատ էլ ինչ-որ մի աստղագետ ասել է, Աստվածը սիրում է բզզներին ու աստղերին։ Ինչու՞։ Ինչու գիտեք, որտեվ երկրի վրա ամենաշատ կենթանիները այդ բզզներ են։ Տեզերքում էլ աստղեր Իսկ դες աստղեր են։ Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր եւ հուսով եմ մեզ լսող մարդիկ հետաքրքրվեցին մեր գալակտիկայով եւ հասկացան թե ինչ զարմանալի մոլորակի տեզերքի մեջ ինչ զարմանալի անկյունում ենք մենք ապրում եւ մաղթեմ որ մեր աստղադիտարանը շատ հետաքրքիր գյուտեր անի եւ Մենք մեզ ինչ-որ բանը ուրախացնի։ դեռ գործ անում ենք, ես հույս ունեմ։ Ընդհանրապես ով հետաքրքրում է հիմա այդքան շատ ինֆորմացիա կա ինտերնետում, լավ գրքեր են գրած, նա կարող են գտնել ու կարդալ այդ բոլորի մասին շատ ավելի մանրամասն։ Կամ այցելեն աստղադիտարան եւ ուղեկիցների միջոցով այո շատ Բայց շատ մարդը պետք հետաքրքիր է է։ աշխատի իր վրա նաև գրքերը կարդալիս։ Այո։ Շնորհակալ եմ անչափ եւ թող մեր տեզերքում գոնե մեր մոլորակի հարևանությամբ միշտ խաղաղ երկինք լինի։ Բոլորիս լավ օր, լավ եղեք։